Ադրբեջանը շարունակում է Սպիտակ Եղեռնը, այս անգամ կրակահերթի տակ են պահել Արցախի Սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Մասնագետները օրեր առաջ են փամփուշտի թարմ ու խորը հետքեր հայտնաբերել տաճարի պատերի վրա։ Հենց ադրբեջանական թելեգրամյան ալիքների տարածած լուսանկարներն են փաստում, որ վերջին 2 տարիներին Մարտունի քաղաքում գտնվող սրբավայրը լրջորեն վնասվել է։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch խմբի մասնագետները վստահ են, թիրախավորումը կանխամտածված է եղել։ Երբ որ լուսանկարները դիտարկեցինք, երևաց, որ եկեղեցու պատերի վրա կրակահերթի թարմ հետքեր կան, այսինքն թարմ, որոնք 23 թվականից այն կողմ են արվել ու պատուհանները ջարդված են։ Հայտնի է, որ քաղաքի ներսում 23 թվականին մարտեր չեն եղել։ Այսինքն երևում է, որ իրանք արվել է արդեն օկուպացիայի ժամանակ ու բնականաբար միտումնավոր։ Միտումնավոր են ադրբեջանական զինված ուժերը նաև 44-օրյա պատերազմի ժամանակ թիրախավորել այս եկեղեցին ու նրա շրջակայքը, անխնա ռմբակոծել Մարտունի քաղաքը։ Ասում է հնագետը ընդգծում. օկուպացված Արցախում վանդալները առ այսօր ջանասիրաբար ջնջում են հայոց հետքը, պղծում մեր սրբավայրերը, նորոգման անվան տակ խեղաթյուրում պատմամշակութային կոթողները, անարգում շիրիմները։ Սա միտումնավոր արվող քաղաքականությունն է, որտեղ եթե մարտեր չկան այդ հատվածում, անիմաստ տեղը պատերի վրա կրակելու այլ բացատրություն, քան վանդալիզմը ու անդուժողականությունը չի կարելի գտնել։ Թվացյալ խաղաղությամբ թշնամին շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։ Վանդալի ձեռքը բռնող, զսպող չկա, իրենց տիպիկ ու բնորոշ ձեռագրով մեկ առ մեկ անարգում ու հողին են հավասարեցնում հայի հոգևոր արժեքներն ու սրբությունները։ Անցնող տարիներին հասցրել են ոչնչացնել Շուշիի կանաչ ժամ, Բերձորի Սուրբ Համբարձման և Մեխակավանի զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Սա անհանդուրժողականություն է մշակութային բազմազանության կոնցեպտին առհասարակ։ Սա աշխարհի մշակութային ժառանգությանն է հարված, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր բոլոր կոնվենցիաներում նշում է, որ ցանկացած ժողովրդի մշակութային ժառանգություն համամարտկային ժառանգության մի մասն է։ Հավատարիմ կոչմանն ու առաքելությանը թշնամին լծվել է հայկական հետքը մեկընդմիշտ վերացնելու գործին։ Միևնույն ժամանակ մասնագետներն ահազանգում են, վտանգված է Արցախի, ասել է թե համամարտկային պատմամշակութային ժառանգության ավելի քան 5000 հուշարձան։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։